Արենի համայնքի Չիվա գյուղը 817 գրանցված բնակիչ ունի, սակայն փաստացի բնակվողների թիվը ըստ վարչական ղեկավար Սեդա Հարությունյանի 400-ից 500 է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Աճեցնում են տարբեր մրգատեսակներ՝ խնձոր, դեղց, սալոր, թուզ եւ այլն։ Հայտնի է նաեւ այս տարածաշրջանի բարձրորակ խաղողը։ Եթե հողից արդյունք ստանում են, ապա այլ է պատկերը անասնապահության ոլորտում։ Այստեղ գրանցված անկումը ակնհայտ է։ Որոնք են պատճառները։ Շատ ժամանակ է տանում եւ ծախսերն են շատ լինում, այդքանը պետքա գնում են արտագնա արոտի կամ գյուղի տարածքում արոտավայրերի խնդիրներ կա, ինչ որ չափով, 1 կով 2 կով պահելու համար շատ են զբաղվում գյուղացիները։ Ինչպես շատ այլ բնակավայրերում, այստեղ եւս նախրապահի խնդիր կա։ Գյուղացիները չեն ցանկանում զբաղվել այդ գործով։ Գյուղաճակցության ծրագրից օգտվում են, սակայն հացահատիկ քիչ են մշակում՝ ի տարբերություն հարևան գյուղերի։ Այսպայն հարևան գյուղում կարող է 100 հեկտար ցանքսեն արել, բայց մեր գյուղում կարա լինի 30-40 հեկտար։ Մեր գյուղի երիտասարդությունը ուղղակի ավելի շատ շինարարությամբ է զբաղվում, շինարարներ են շատ։ Գյուղի երիտասարդներից շատերն աշխատում են Երևանում եւ մոտակա քաղաքներում։ Ոմանք ընտանիքներով մեկնում են մշտական բնակության, ինչպես նշում է վարչական ղեկավարը, երբ նրանց հորդորում են մնալ կամ հարցնում են հեռանալու պատճառը, առաջին հերթին ընդգծում են դպրոցի եւ մանկապարտեզի բացակայության փաստը։ Ընդհանրապես գյուղը ինչն է պահում, գյուղը պահում է դպրոցը եւ մանկապարտեզը եւ այլ արդեն չեմ ասում 3-րդ, 4-րդ արտադրություն, արտադրամասեր, հիմնարկ ձեռնարկություններ, որը գյուղերի համար արդեն շռայլություն է։ Ինչպես տեսնում եք, երեխաները մշակույթի տանն են դպրոց հաճախում եւ չունենք մանկապարտեզ։ Չիվայի երեխաները գնում են հարևան գյուղերի, Արենիի եւ Ռինդի մանկապարտեզներ։ Դպրոցի կառուցումը անհասկանալի պատճառներով ցկցկվում է, սակայն կա եւս մեկ խնդիր, որն անհանգստացնում է Չիվայի բնակիչներին։ Ոռոգման ջուրը հասանելի է ոչ բոլորին։ Որտեղ որ գիտեն, այդտեղ ոռոգման ջուր կա, անպայման որևէ մի բան մշակում են, բայց որտեղ որ ոռոգում չկա, կարող է հեկտարներով հողեր լինի ու շատ բերի հողեր, բայց չկարողանան մշակեն։ Խմելու ջրի հարցն այս տարի հիմնովին կլուծվի, այժմ Չիվայում ընթանում են ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ 25-26 թվականի համար Չիվայում իրականացվել է խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, այս պահին էլ աշխատանքներն ընթանում են։ Չիվա գյուղը գտնվում է Վայոց ձոր այցելած զբոսաշրջիկների երթուղու վրա, շատերը նախընտրում են այստեղ կանգ առնել, հանգստանալով հրաշալի բնության կրկում, խաղաղ անաղմուկ միջավայրում, իսկ տեղի հյուրատները միշտ պատրաստ են նրանց հյուրընկալել։ Հիմնական մեր հյուրերը եվրոպացիներ են ու մեկ էլ ռուսներ։ Չիվայում կանգ առնելը հաճախ դառնում է ոչ թե պարզապես դադար, այլ հիշվող մի փոքրիկ պատմություն։ Այդ մասին մեր հաջորդ տեսանյութերում։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Վայոց ձոր գյուղ Չիվա։